Ամենամեծ ողբերգությունը ասել եմ ու շարունակում եմ ասել պնդել, որ ոչ թե 20 թվականի պատերազմը, ոչ թե 23 թվականի էթնիկ զտումներ Արցախում տեղի ունեցած, այլ այս փոքր տարածքի վրա ապրող այն մարդկանց թվաքանակն է, մեծ, կարծես թե անսահման, որոնք հանուն փողի, հանուն պաշտոնի, հանուն նյութի պատրաստ են ամեն ինչի պատրաստ են, ոչ մի կարմիր գիծ չունեն, այդ ամորալ ուբլյուդկները, և հիմա էլ հերթական խմբաքանակն են լցրել ազգային ժողովում, որպեսզի ընդդիմադիր դիմակներով շարունակեն լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած հաջորդ հանցագործությունները։ Սամվել Կարապետյան, լավ է դու գետինը մտնեիր, քան թե մտել ես այս խաղի մեջ։ Էլի եմ ասում, էլի եմ հարցնում։ Փաշինյան Նիկոլի 30 միլիոն դոլարի լավության համար դու շնորհակալ ես նրան, թե ոչ։ Դաշնակ մաշնակներ, քանի կուսակցական կա, ովքեր հեկերը վաճառել են ձեր խմբից, հեկերը վաճառել են ադրբեջանցիներին ու նույն Փաշինյան Նիկոլի որոշմամբ Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա ստացել։ 100 հազարավոր մարդիկ են դիտել են հաղորդումները, որոնք ոչ այլ ինչ են, քան հաղորդում հանցագործության մասին։ Հանցագործություն, որն իրականացվել է թե այսպես կոչված ընդդիմադիրների և թե Հայաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից, և որոնց մասին ոչ կառավարության ներկայացուցիչներն են խոսում, բնականաբար ոչ էլ ընդդիմադիր կոչվածները։ Ես շատ եմ մտածել, Նիկոլն է ավելի գարշելի, թե Նիկոլի արածի ֆոնին հայրենասեր խաղացող ստահակները։ Կարծում եմ, Նիկոլի արածի ֆոնին հայրենասեր, ընդդիմադիր խաղացող ուբլյուդկները, ամորալ պոռնիկները ավելի գարշելի են, քան ինքը Նիկոլ Փաշինյանը։ Ինչ տարբերություն ձեր մեջ, դուք ընտրել եք Նիկոլ Փաշինյանին, թե 8 տարի առաջ իբրև թե մերժված Սերժի կողմից ստեղծված ուժեղ Հայաստան կուսակցությանը խմբի։ Ինչ տարբերություն դուք ընտրել եք Նիկոլ Փաշինյանին, թե 5 տարի Նիկոլի հանցագործությունները լեգիտիմացրած դաշնակ մաշնակներին։ Խոսք է գնում 100 հազարավոր մարդկանց մասին։